Մենք վերադարձանք, մենք Բարև երկիրն ենք եւ արդեն շտապում ենք դիմավորել մեր հյուրերին, բայց միշտ նրանց ներկայացնելը, դիմավորելը ես հիշեցի 3 քանդակագործ Արա Հարությունյանի ծննդյան օրն էր եւ նրա խոսքերը հիշեցի, Արմին, երբ ասում էր ստեղծագործողը, արվեստագետը չի ծերանում, ինչպես չի ծերանում արվեստի գործը, հա, որը հավերժական ճշմարտություն է։ Այ հիմա երբ խոսենք արդեն այս ներկայացումից, կարծում եմ սա տեղին է հիշել, որովհետև արդեն դասական դարձած ներկայացում, արդեն բոլորի կողմից շատ սիրելի, այդ հավերժության մեջ արդեն մնացած եւ ճշմարիտ ներկայացումը այսօր նորովի է վերադարձել բեմ, արդեն նոր սերնդով, նոր դերասանախմբով։ Այո, կամերային թատրոնի արդեն դասական դարձած եւ սիրված կառավարական համերգ ներկայացումը կրկին բեմ է վերադարձել եւ արդեն նոր դերասանախմբով, ինչի մասին էլ մենք այսօր խոսելու ենք, ունենք շատ հետաքրքիր լավ հյուրեր երիտասարդ։ Դերասաններ Լիլիթ Թոքացյան, Ռաֆայել Թալասյան եւ Նարեկ Ալեքսանյան։ Բարի լույս։ Բարի գալուս տաղավար։ Լիլիթին շնորհավոր ենք եւ այս մեկ ամսյակի շրջանակում։ Պրեմիերան արդեն ներկայացման եղել է։ Պրեմիերայի էմոցիաներից կուզենք խոսել եւ հաջորդիվ երբ լինելու նորից։ Խոսի Լիլիթը։ Լիլիթը արդեն անոնսների կարգով Facebook-ի էջերում շատ ներկայացնում է, բայց ոչ բոլորը ունեն Facebook ընտրում են։ Հա, երևի ամենաշատ էմոցիաները ես եմ ունեցել պրեմիերայի օրը ու ընդհանրապես փորձերի ընթացքում, որովհետև շատ եմ ցանկացել խաղալ հենց կառավարական համերգ ներկայացումը։ Շատ ուրախ եմ, որ վերջապես կայացավ, երազանքս կատարվեց։ Շնորհավոր ինչի արդի, այո։ Բայց ես միշտ պատկերացրել ուրիշ սերնդի հետ, բայց փաստորեն բախտս բերել է հիանալի խաղանջերին։ Այսինքն ավելի ավակ սերնդի հետ էիք մտածում։ Որովհետև իրենց էի նայում, ասում էի դե ես իրենց հետ շատ եմ ուզում խաղամ, բայց հետո տեսա ովքեր են եկել։ Շատ արժանի խաղանջերներ։ Լիլիթ, իսկ ինչի եք ուզում հենց այս ներկայացման մեջ խաղալ։ Ամենահետաքրքիրը Լիլիթը դրել է լուսանկար, երբ ընդամենը 4-5 տարեկանում բեմում նկարվել է առաջին կարծեմ դերակատարը։ Այսինքն դեռ այդ տարիքից միևնույն է եղել եք թատրոնում, գրեթե բոլոր ներկայացումներից բնականաբար պատառիկներ հիշում եք, բայց ինչու եք ուզում հենց այս ներկայացման մեջ խաղալ։ Դե կառավարական համերգ ներկայացումը 45 տարի է ինչ կա կամերային թատրոնում ու ինձ համար ամենակամերային թատրոն ներկայացումն է։ Դրա համար չգիտեմ, մի անգամից դա էր գալիս մտքիս, ասում էի մենակ թե խաղամ, հենց խաղայի կառավարական համերգը արդեն ճանապարհս բաց էր կամերային թատրոնում։ Իհարկե աղջիկներին ընդհատել չի կարելի, բայց թույլ տանք նաև ձեր խաղանկերներին Ռաֆայել եւ Նարեկ։ Խնդրում եմ պատմեք, թե արդյոք ձեզ համարել էր երազանք, թե այսպես ինտեգրվեցիք եւ հետո հասկացաք, որ իսկապես երազանքի դերեր են սրանք։ Ռաֆայելը նոր թատրոնում երարվեց տանն 2 տարին կլրանա ամռանը, որ ես կամերային թատրոնում եմ։ Ես հիշում եմ, երբ որ ես երեխա էի դեռ 10-12 տարեկան ու ես հեռուստացույցով միշտ տեսնում էի, որ կամերային թատրոնում միշտ կառավարական համերգի գովազդը միշտ կար հեռուստացույցում, որ նայում ասում էի ու տենց մերոնք ասում էին, որ նայ տես էս կամերային թատրոնի ժողովուրդն է, բա։ Ու տենց հետո որ ես միտք եղավ, որ ես արդեն եկել էի թատրոն, որ արդեն պիտի կառավարական համերգ ասում, ու ոնց կառավարական համերգ ենք սկսում, որ իմ համար էլ Լիլիթին հավասար չէ վստահաբար, բայց իմ համար էլ ոնց որ այդ կար էլի, որ ոնց, այսինքն էս են լեգենդար ներկայացումն է, որ ես այս բայից սկսած մաս եմ կազմելու, մոտ այս ամեն ինչը կար, ու ես ասել է թե ուրախ եմ կնշանակի ոչ մի բան չասել, ես չգիտեմ, իմ մեծ պատիվ է լինել այս ներկայացման մեջ, խաղալ իմ ընկերների հետ, խաղալ այն մարդկանց հետ, ովքեր որ շատ լավն են իրենց գործում ու լինել գալ հավասարվել իրենց ու շարունակել մնալ կամերայինցի, գնալով ձեռք բերել կամերայինցու անուն։ Դա արդեն քայլը շատ կարևոր ներկայացումով եք սկսել, եթե այդպեսին Սա առաջին ներկայացումը չի, իմ առաջին ներկայացումը, ես առաջինը Կաբարե ռեստարտ ներկայացում եմ հավաքել։ Հետո խաղացել եմ Ալբանիա պլյուս, բոլորը հին ներկայացումներ են կա։ Կամերայինի հին պատմության այդ ներկայացումներով ես ինտեգրվել կամերային թատրոն ու շարունակելու եմ ինչքան հին ներկայացումներ վերարտադրել։ Իրականում բոլորը կարոտել են նոր սերնդով այդ ներկայացումները, որովհետև բոլորը նայել են հին անունները արդեն հնչում են, բայց ուզում են նոր սերնդով տեսնել։ Նարեկ ջան, դուք ինչ կասեք այս մասին։ Ձեր դերի եւ ձեր մասնակցության։ Իմ դերը շատ հետաքրքիր է ստացվել։ Ես ոնց որ այդ ներկայացման կարկառուն երկու ներկայացուցիչների ոնց որ տենց միքսն է ստացվել ոնց որ
դերը այդ ներկայացման մեջ Ռաֆոյի ու Անդոյի բացի երկելու կտորներից մնացած համարը բոլոր խաղարկային ու շատ տենց պատասխանատու ու տենց չէի հավատում որ կարող եմ ես բեմից մարդկանց ծիծաղեցնեմ կոպիտ ասած ու ես էլ բոլորին շատ եմ տեսել այդ ներկայացման մեջ շատ եմ գնացել նայել հենց տեսել եմ այդ օրը կառավարական համերգը գնացել նայել եմ ուսանողական տարիներին դեռ 12 թվականից սկսած ու մի խոսքով եկավ որ տենց եկավ ու տենց մի քան արագ աշխատեցինք որ պետք է շուտ ներկայացումը ստեղծեինք ես տենց այդ ընթացքում չհասկացա ոնց ստացվեց բայց ինչ որ բան ստացվեց այդ ամենը Ճիշտ օրեց ասում հա այտենց որ ինձ միջև այդ նախապատրաստային գիտես դու ես խաղալու դու ես անելու այդ չգիտեմ այտենց կերպարներ կան այդ ներկայացման մեջ որ իրանք այտենց լեգենդար կարգավիճակ ունեն ու այտենց այդ արագության մեջ չզգացի ոնց ստացվեց այս ամեն ինչը այնքանով ստացվեց որ բեմ ենք արդեն խաղում ենք որ ստացվել չէին թողել խաղայինք այդ նկատի ունեմ ստացվել ասելով ու Դա լուրջ վերաբերում էի ու չստացվեր իրական։ Լուրջ, բայց հարաբերական է, լուրջ նկատում եմ, որ ծանր հոսա ես ինչ եմ կարող բանան, ոչ, բայց ես դե չեմ մտածել, ժամանակ չեմ ունեցել մտածելու, այսօր որպես նայում եմ այն ժամանակ ես ոնց էի անում այդ ամեն ինչով, որտեղ այդտեղ շատ ինձ հարազատ կտորներ կան, մեկ էլ հիմա որ մենք ենք խաղում Թեկուզ նայելով պատահական իսկ մարսված ներկայացում է եւ խոսեցիք որ բոլորդ ավելի երիտասարդ տարիքում նայել եք մի հետաքրքիր բան քննարկենք երբ որևէ բեմադրություն կամ ֆիլմ վերաթողարկվում է միշտ այդ հաջորդ դերասանների մոտ այդ վախը կա կրկնօրինակելու հա որքան էլ որ տեքստը նույնն է սցենարը նույնն է բայց միևնույնն է այդ խաղը կրկնօրինակելու Facebook-ում հետաքրքիր սերունդների մարտական կրիկը իհարկե հումորային ձևաչափով կամերային թատրոնի բայց դա նաև կարող է բեմ փոխանցվել։ Նրանցից հետո այդ գործը անել է նույն դերերը խաղալը ինչ դժվարություններ ունի։ Իրենց շնորհիվ շատ ավելի թեթև է անցնում այդ ամենը ու այդ պատասխանատվության ծանրությունը մենք չենք զգում։ Պատասխանատվությունը կա, բայց ծանր չի, որովհետև մեր ավակ սերունդը, ինչպես որ մենք ասում ենք, շատ աջակցող են ու մենք հիմա իրենք Միացյալ Նահանգներում են, ու արդեն վերադարձել են, բայց դեռ չեն խաղացել իրենց համար։ Չեն տեսել։ Չէ, անհամբեր սպասում ենք ապրիլի 17-ին գան դիտելու շատ պատասխանատու ներկայացում են ունելու, որովհետև Սենիկ Բարսեղյան հենց մեզ օգնել է վերաբեմադրելու ընթացքում, ինքն էլ մեզ հետ աշխատում, բարերն է ինքը բեմադրել, մի խոսքով այդ ամենը ինքն է արել, դրա համար շատ լայվად սպասելու ենք գան, բայց համոզված ենք, որ շատ պոզիտիվ լավ արձագանք եք ստանալու ու միայն ճիշտ խորհուրդներ ենք լսելու։ Լավ արձագանքներ արդեն նաև նկատել ենք պրեմիերայից հետո, սկզբում հաղորդման քննարկեցինք, բայց չմանրամասնեցինք, կասեք առանձին ինչպիսի նամակներ եք գուցե ստացել կամ քննադատություններ լսել եք թե ոչ, միայն դրականն եք լսել այդ մասին խոսում։ Առանց քննադատության ինձ թվում է առողջ չի ու պարզ չի տակ չի, առանց քննադատության չի լինի, բայց այդ քննադատությունը այնքան անկեղծ է, այնքան տեղին է, որ քննադատություն ասվածը այն չի, որ օրինակ տես դու ստեղ դուրս եկար, ոնց որ այտենց պետք չի, տենց մի դուրս արի, սենց դուրս արի, այլ նենց էր, որ առողջ այսինքն այս կտորում լեժեպիտովարին ինչ հավես է։ Այլ դու էլ որ բան կանես, որ ոնց որ դու էլ կզգաս, որ տենց լավ է, այս խորհուրդների կարգով ոնց որ սենց է եղել քննադատական։ Իսկ գովեստի առումով ոնց որ պետք չի շատ ասել, որ երեխեք դուք վերջն եք, որովհետև չգիտեմ այդ կարող իրականում բայց իրականում համացանցում հենց այդպիսի կոմենտների եմ հանդիպել, երեխեք դուք վերջն եք։ Այո, երեխեք դուք վերջն եք, ես ինչ այդ տիրում, ես ինչ արեցիք ու այդ կոմենտները կարդալով անդադ ես ինքս դեռ չեմ դիտել, կամ երևի ապրիլի 17-ին ու իսկապես զարմացած էի, որ նոր սերունդ պետքա որ քննադատեին հայավարի, բայց շատ դրական։ Եվ նույնիսկ եթե քննադատում են, մտածում են ոչ թե գուցե խաղը չեն հավանում, այլ դեռ տպավորություն կա այն հին ներկայացումից, փորձում են զուգահեռներ գուցե տանեն, այ սա նրա նման չխաղաց։ Հա, այդ առումով պատասխանատվությունը շատ է, որովհետև արդեն ինչ որ սպասումներով է գալիս, հա, ու արդեն նրան սովորած է աչքը գալիս ու տեսնում են որ ուրիշ դեմքեր մի պահ խորթե, բայց հետո այնպես են կանում, որ համենայն դեպս էլի այդ ջերմությունները ասկան, հա։ Մի հատ հատված կա, որ ես Մղթեր Ավետիսյանի դերն եմ խաղում, այդ կտորում ես այդ դերն եմ խաղում, որը որ տարիներ շարունակ Մղթերը խաղացել է ու կային մարդիկ, ովքեր որ գալիս էին ասում էին, որ ասեն, «Ահա հիշում ենք մխոտ էս կդեպքն» ու դրանից ոչ թե լիմա որ դա ես ինչ պիտի անեմ, այլ լիմա լավ, դե որ մխոն սենց հարել, հավես է եղել, ճիշտ է եղել, սաղ սիրել են բոլորը։ Ասում
Ես մի հատ դրա մի քիչ ավել կամ մի քիչ որ sense ոչ թե նման, այլ նենց որ ոնց որ այդ ամեն ինչը բարի վերցնում է։ Ես ուրախ եմ, որ հենց մեր ավակ սնունդը միշտ գալիս է ու մենք իրենց հասցնում գունակ ստեյք ոնց է իրենց անում, իրենք շատ մեծ հաճույքով մեզ օգնում են։ Սկզբից պատմում եմ։ Համար ուղղակի ուզում եմ իրենց ասեմ շնորհակալություն, մենք ձեզ սիրում ենք։ Նարեկ Ալեքսանյան, Ռաֆայել Իրանոսյանի հանճարել էտյուդը։ Ախորներես ձեզ այդ։ Դեռ չի տեսել, ասում եմ, բայց Նարեկին բոլորը շատ սիրել են, այդ կերպարում բոլորը շատ սիրել են։ Մենք վստահ ենք, որ տենց է լինելու, բայց դեռ վարպետը պիտի գա եւ ձեր աչքը։ Օրինակ մտ հետաքրքիր բան ասեմ, թատրոնում մեր ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներից եղել են մարդիկ, որոնց ներկայացումը նայել են ու օրինակ մեկը իմ հետ կապված որս արդեն 7 տարի թատրոնում խաղում եմ, չեմ հիշում արդեն քանի ներկայացում, կներեք, բայց ինձ ասում մենք քեզ նորովի բացահայտեցին, մենք չգիտենք որ դու այսպես կարող ես, որտեղ որ քանի որ Լիլիթը նշեց որ կառավարական դա հենց կամերային թատրոնն է, ոնց որ այդպես ներկայացանք շատերս ու հենց ավելի մեծ սերնդի համար ովքեր դեռ շատ վաղուց են խաղացել այս ներկայացումը, ասին վայ ով է դու կարաք սուղանեք, որտեղ այս ժանրի մեջ չենք դեռ ներկայացել, ուրիշ ժանրի մեջ խաղացել, այդ էլ է շատ հաճելի էլի լսել նման։ Նաև մենք Սուրեն Պողոսյանով խաղացել է նախորդ սերնդի հետ նույնպես, Սուրենի համար Պողոսյան շատ էլի զարմանալի էր այս ամենը, այս փոփոխությունը, բայց շատ մեծ հաճույքով ինքն էլ եկավ միացավ մեր։ Հետաքրքիր սովորաբար թատրոնների մասին, հատկապես թատրոնի կուլիսային պատմություններից խոսելիս բոլորը բողոքում են, բայց դուք գովում եք ձեր ավակ սերնդին, արդյոք Բայց ամենաանկեղծ է, ասած ինչ որ չեն քողարկում են բաները, սերեկներ, բայց մենք Չէ լուրջ չտալեք, անկեղծ։ Եվ դա կառավարական համերգ ներկայացման կուլիսներում մի առանձին ներկայացում է, այսինքն այնտեղ մի ուրիշ ավելի ոչ թե ավելի, այլ մի ուրիշ հետաքրքիր պատմություն է կատարվում, էլի, որ առանձին ոնց որ sense պատտենք ներկայացումը, դա էլ մի առանձին Մի առանձին է։ Ու ցանկանայի նշել, բաբան եք կներ։ ասեք։ Դե քանի որ հիմա մենք խոսում ենք այդպես ասած մեր հանդիսատեսի հետ, իրանց համար ենք այս ամեն ինչը պատմում, ուզում եմ նշեմ, որ հանդիսատեսի այդ օրվա տրամադրությունը, այդ օրվա իրաց ներկայությունը ներկայացման ժամանակ շատ կարևոր է։ Իրանք ոնց որ մեր այդ հավասար էներգիան ապահովեն, եթե իրանցից էներգիա չգա մեզ, ներկայացումը այդ օրը վատ կլինի։ Ինչքան մենք փորձենք այն ինչ որ գիտենք պետք է հստակ կանենք, բայց եթե իրանցից այդ էներգիան չեկավ, իրանք մեր հետ չխաղացին, մեր հետ չարձագանքեցին այդ ամեն ինչին, չծիծաղացին թեկուզ, ներկայացումը կփլվի։ Այսինքն շատ մեծ դեր ունի այդ ներկայացման ժամանակ հանդիսատեսը, ովքեր որ պետք է գանեն, խնդրեմ որ այնպես լավ տրամադրված էներգիայով գան, ովքեր որ նույնիսկ տեսել են, այդ կատեգորիայի հանդիսատեսն է կա, որ տեսել է, եկել է հիմա մեզ է նայում, ու այդ համեմատությունը դեռ ես չեմ լսել։ Ես չեմ լսել, ատեմ, որ գիտես ինքն այն ժամանակ ավելի չի եղել, նույնիսկ այդքան։ Ինձ հետաքրքիր է ամբողջությամբ վերաբեմադրվել է նույնությամբ, թե որոշակի երգեր, պարեր ավելի ժամանակակից են դարձել կամ գուցե փոփոխվել։ Պարերը մի փոքր տենց փոփոխություններ կան, բայց հիմնականում կարելի է ասել ընդհանուր ֆորման նույնն է։ Շատ բաներ օրինակ տարիների ընթացքում այդ էտյուդները դուրս էին եկել, հիմա նորից ետ են եկել, օրինակ Սպարտակի կտորը, Ունայի կտորը, ասենք մենք բաներ ունենք, որ նորից վերադարձել են։ Ուրախ խաղում եք։ Այդ ամենակարևորն է, ձեզ այն հիմա էլ է դրական էներգիաներից, այս պատկերացման բեմում ինչ էներգիա եք տալիս, կասեք անկախ ամենից այդ ներկայացման ամենասիրելի հատվածները կուզեմ, ամենմեկին է ձեր մասը։ Կասեք։ այսինքն ուղիղ ասենք, որ Դե ձեր սիրած հատվածը ամբողջ ներկայացումը։ Երգել, խաղալ, պարել, Փոքր հատված, որ դուք սիրում եք ու որ գնում եք, սպասում եք այդ հատվածը։ սկիզբը ամենա, որ բոլորը սպասում են, որ հեսա պիտի մտնենք, բոլորը հաստատ։ ձեր կերպար, ամբողջական ներկայացումից չէ, այ կերպարից, որ մի ուրիշ հոգով եք ասում այդ նախադասությունը ենթադրենք։ Լիլիթ Ես Այստեղ գիտի ինչ ասել։ մենք դե երկու գործողությունից է բաղկացած կառուցված կազմված ներկայացումը ես իմ երկրորդ գործողությունն է որովհետև աղջիկները շատ ավելի ակտիվ են այդտեղ շատ ավելի անելիք ունեն այդտեղ ու սիրում են լողորդների կտորը այ երբ կան դիտեն կհասկանան Մենք առաջարկում ենք որ դուք իսկապես գնաք եւ նայեք որպեսզի հասկանաք ինչի մասին է խոսքը
Տղաները կամ Բայց այս կտորը կարող է կտորը ես հիշում եմ Չեք տեսնի, բայց կզգաք։ բայց կարող հա էլի կզգաք շատ Լիլիթի ներկայացումը մոտ կտոր կա առաջին գործողության վերջում որտեղ ես միակ տեղն եմ որտեղ պարում եմ ոչ երգում եմ ներկայացման մեջ մենակ մի կտորն եմ որ թողել եմ ես բան դա Մայքլ Ջեքսոնի տենց Բիլի Ջինի այդ ամենասես կտորն Այ Ռաֆոն այս պահը պետք է նայ շատ ուշադրի։ հա Ռաֆոն դե գիտի հա Ռաֆոն գիտի հա այդ դրան Մեզ ներկայացնում։ Չէ, տեսեք, ոնց որ սիրելի հատվածներ հիմնականում օրինակ ես շատ երգում եմ այս ներկայացման մեջ, օրինակ երգելու իմ կտորները շատ հա, որ հիմա կարամ բոլոր երգերի, օրինակ առաջին պապուրին, առաջին գործողության առաջին պապուրին, իմ ամենասիրելի պապուրիներից հա, ու ոնց որ այդ պապուրիով իմ համար ասես բացվում այդ ներկայացումը, ինչու՞ է Վերջին տանգոն։ այդ վերջին կանգնում։ հրաշքի ռոք and roll-ը մեր ներկայացումը հա շատ լավ Բոլոր համարները իրար հետևից որ գայս են ու մի հատ ուրիշ էմոցիա են հենց մեզ փոխանցում դրա համար Բայց ես դու կահարի կերպարը շատ սիրում եմ օրինակ։ Շատ ուզալու հավես է իմ համար, ես այդ կերպարը շատ սիրում եմ։ Օրինակ այդ անում եմ գերագույն հաճույքով ասած ասեմ։ Եթե Հիմա շատ պատկերացնի տարօրինակ է հնչում այն հանդիսատեսի համար ովքեր որ չեն դիտել դու կահար ջահար դուր Եվ ծիծաղելի է դուդուկահարի կերպար, դու կար սովորաբար ծիծաղելի եւ դուդուկը չի լինում։ հա մեր մոտ տենց կամերային ամեն ինչ հնարավոր Լիլիթ ձեր հայրը մեր բոլորի կողմից սիրելի Հրանտը Թողատյան տեսել է ներկայացումը։ այո Պրեմիերային Կարծիք է։ շատ Առհասարակ գործունեության մասին հետաքրքիր է, որովհետև սովորաբար չի ամենախիստ քննադատները լինում են հենց ծնողները, բարեկամները, ամենակարևոր հանդիսատեսը ինձ համար դեռ սպասում եմ հայրիկս դիտի, բայց հայրիկս դիտել է գնացել եմ տուն քննարկել ենք ու ես երբ փորձերից գնում էի տուն դե պարզ այդ լարվածություն կար ասում էի չէ չենք հասցնում բան ու ինքը արդեն այդ իմ ասածից եկել էր պրեմիերային ու նայում տեսնում ասում շատ լավ ու շատ պատրաստ էիք շատ լավն էիք այդ էներգիան կար ամեն ինչը հիանալի էր դե բնականաբար պրեմիերայով չենք սիրում դատել ներկայացումը որովհետև դե լրիվ ուրիշ է 10 ներկայացում հետո դրա համար ես սպասում որ նորից գա դիտի ու արդեն վերջնական կարծիք հայ Ես այստեղ մի փոքր անձնական կարծիք եմ արտահայտելու մի օր երբ որ կամերային թատրոն լրիվ այլ պրեմիերայի ժամանակ տեսա Հրանտ Թուխացյանի վերաբերմունքը Լիլիթի անգամ քայլելուն մարդկանց հետ խոսելու ինչքան ուշադիր իսկում են նա շատ դիպուկ հայր է երներով նա այս նաև մասնագետ է բայց իր դիպուկությունը փոխանցվել է նա չի ստի ստվում է շատ դիպուկ հայացքով նայում էր թե ով ոնց է գնում ինչպես է քայլում ինչ է կանում ինչպես է խոսում ու հատկապես ներկայացման մեջ ավելի ուշադիր կլինի հա շատ Եվ ընկերներ, մարտի 13-ին արդեն պրեմիերան եղել է, խնդրում եմ հիշեցնեք, թե որ օրերին եւս կլինի, որպեսզի հանդիսատեսը տեղյակ լինի։ ապրիլի 17-ին 23-ին եւ 28-ին Շատ լավ, հատկապես որ Facebook-ով Լիլիթը շատ պարտաճանաչ հիշեցնում է։ Ես Պետք է հետևել։ Facebook-ում եւ Instagram-ում եւ կամերայինի էջին եմ հետևեք, այնտեղ ամենիշ ամեն ինչ կա, ողջ ինֆորմացիա։ Շնորհակալություն ձեզ, շատ մենք ուրախ գեղեցիկ զրույցի համար, ձեր դրական էներգիան իհարկե փոխանցվեց, ինչպես ասում են, բեմի նվիրալները պիտի այսպեսին լինեն։ Անընդհատ խոսեն բեմից, անընդհատ խաղան, անընդհատ ապրեն։ իրական եւ Այո։ դրական լիցքերով լինի շնորհակալություն ձեզ Մեր տաղավարում էին սիրելի հեռուստադիտողներ, դերասաններ Լիլիթ Թողատյանը, Ռաֆայել Թալասյանը եւ Նարեկ Ալեքսանյանը խոսում էինք կառավարական համերգ արդեն 4 տասնամյակից ավելի, եթե չեմ սխալվում, այո, բեմադրված ժամանակ առ ժամանակ իհարկե ընդհատումներով այս ներկայացման մասին, որը հիմա արդեն իր կայուն դիրքն ունի կամերային թատրոնի բեմում։ Մենք բարև երկիրն ենք, շարունակեք մնալ մեզ հետ։